Մենք շատ անգամ ինչ-որ մի բանի հասնում ենք, ամեն մեկս կյանքի մեջ հասել է ինչ-որ մի բանի, մեկը շատի, մեկս քչի, բայց շատ անգամ մենք չենք տեսնում այն մարդկանց, ովքեր մեր կողքն են և որոնք չունեն այն ամենը, ինչ որ մենք ունենք։ Մենք խնդրել ենք Աստծուց, մեզ տրվել է ինչ-որ մի բան այսօր։ Մեծ չափով, փոքր չափով դա կարևոր չի, բայց մեր կողքը ապրում են մարդիկ, ովքեր չունեն այն, ինչ որ մենք ունենք։ Հետևաբար, մենք եթե որպես մարդիկ ոչ մի անգամ չենք կարողանա հասնել նրան, որ կարողանանք Աստծուն շնորհակալություն հայտնել ինչ-որ մի բան անելով, ասելով, որ սրա համար մենք քեզի սրա համար շնորհակալություն ենք հայտնում։ Մենք 100 տարի էլ ապրենք, 100 տարի էլ շնորհակալ լինենք, մենք չենք կարողանա դուրս գալ, կոպիտ ասած, Աստծո այդ արած լավության տակից։ Արդյոք երբ որ մի բան խնդրում եք Աստծուց, լիարժեք եք խնդրում, կամ երբ որ մի բան խնդրում եք դուք Աստծուց, դուք պատրաստ եք ինչ որ մեկի համար էլ անել այն, ինչ որ նա է ձեզ խնդրում։ Թող մեր ասածը, ինչ որ մենք ասում ենք Աստծուն, թող միշտ համապատասխանի իրականությանը, այլ ոչ թե լինեն բառեր, բայց չլինի մեր միտքը։ Մեր միտքը եւ մեր խոսացածը պետք է միշտ համապատասխանի մեկը մյուսին։ Օրհնյալ եղերուկ իշնորհացր քո օգուտին, երթայքի խաղաղություն եւ Տեր մեր Հիսուս Քրիստոս եղեցին ձեզ ընտանեսյանս ամեն։